Հարգելի լրագրողներ, շնորհակալ եմ, ուզում եմ ձեր միջոցով հայտարարություն անել եւ դիմել ազգային ժողովի բոլոր падգամավորներին ու նաեւ սրա մասին տեղեկացնել մեր հանրությանը։ Ուրեմն ունենք նման խնդիր, ունենք ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացի տղա, ով 27 տարին լռանալուց հետո 2025 թվականին վերադարձել է Հայաստան, որպեսզի վճարի 8 միլիոն դրամ եւ ծառայի 1 ամիս, այսպիսով կատարի իր պարտավորությունը, բաց թողած ծառայությունը լրացնի ծառայելով, սակայն օրենքը նրան թույլ չի տվել անցնել պարտադիր զինվորական ծառայություն, որովհետև 2025 թվականին դեռևս այդ պահին գործող օրենքով սահմանվում էր, որ օրենքից կարող են օգտվել այն անձինք, ում 27 տարին լրացել է օրենքի ընդունման պահին, այսինքն 24 թվականին։ Դրանից հետո մենք 2026 թվականի հունվարին փոխել ենք եւ այդ կարգավորումը հանել ենք, ով երբ դառնա 27 տարեկան, կարող է վերադառնալ ծառայել եւ կամ վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Սակայն այս տղան 2025 թվականի դեկտեմբերից գտնվում է կալանքի մեջ անազատության մեջ եւ իր պատիժն է կրում արդեն 7 ամիս ժամկետով։ Հիմա այլ տղաներ, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից իր նույն տարիքում գտնվող հնարավորություն ունեն վերադառնալ, վճարել կամ ծառայելով մարել իրենց պարտքը եւ չդատապարտվել, բայց այս տղան եւ նրա նման եւս 16 տղաներ չեն ունեցել հնարավորություն ծառայությունով մարելու իրենց պարտավորությունը եւ այսօր գտնվում են կալանքի մեջ անազատության վայրում։ Ես սրա մասով նաեւ տվյալ քաղաքացու եղբայրը դիմել է վարչապետին քարոզարշավի ժամանակ, ես կազմել եմ օրենքի նախագիծ, ըստ որի բացի հետախուզվողներից նաեւ կալանքի մեջ գտնվող տղաները կարող են օգտվել այս կետից, այսինքն ծառայելով մարել իրենց պարտքը եւ ազատվել պատժի հետագա կրումից։ Հիմա կառավարությունում հարցը ստացել է դրական եզրակացություն, բայց չի ներառվել այս արտահերթ նիստերի օրակարգում Անդրանիկ Քոչարյանի դեմ կարծիք ունենալով պայմանավորված։ Ես սրա մասով, սրա համար ես հիմա խնդրում եմ ազգային ժողովի падգամավորներին ստորագրել, ես հիմա ստորագրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել եմ, ես ստորագրը հավաք եմ անում, խնդրում եմ իմ գործընկեր падգամավորներին միանալ, որպեսզի մենք կարողանանք արտահերթ նիստ անել այս հարցը քննարկելու համար մեր մյուս արտահերթ նիստը ավարտվելուց հետո, այսինքն վաղը մենք ունենք արտահերթ նիստ, դրա ավարտվելուց հետո եւս մեկ նիստ կունենանք եւ այս հարցը լուծենք։ Սա հնարավորություն կտա մեր տղաներին, ովքեր 16 տղաներին, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ, կոնկրետ այս տղան 6 ամիս, 7 ամիս ժամկետով արդեն անազատության մեջ է, կկարողանա ծառայությունով իր պարտքը մարել եւ այսպիսով ազատվել պատժի հետագա կրումից, ինչը նաեւ բխում է արդարության վերականգնման սկզբունքից եւ ինչու եմ սա համարում, որ պետք է արտահերթ արվի, որովհետեւ եթե չանենք արտահերթ, այս հարցը դուրս կմնա այս ազգային ժողովի օրակարգից եւ հնարավորություն չենք ունենա այն ընդունել։ Ես եւս մեկ անգամ խնդրում եմ եւ մեր քաղաքացիներին, ովքեր կողմ են եւ մարդասիրական թե պետական շահի առումով կողմ են նախագծին, կխնդրեմ, որպեսզի տարածեն եւ ուղարկեն իրենց ծանոթ падգամավորներին, խնդրելով, որպեսզի նրանք նույնպես ստորագրեն եւ միանան այս ստորագրավակին, որպեսզի հնարավորություն լինի հարցը լուծել։ Ես դեռ չեմ որոշել, բայց որոշ ժամանակ ամեն դեպքում պետական պաշտոններ զբաղեցնելու ցանկություն չունեմ։ Բայց առաջարկ եղել է ձեզ կառավարության։ Ես ցանկություն չունեմ։ Բայց առաջարկ եղել է Ճիշտն ասած, ես այդ թեման չեմ էլ բացել, այնպես որ ես 8 տարի արդեն աշխատում եմ ազգային ժողովում, ունեմ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կատարվել են, ես իմ աշխատանքից գոհ եմ, հիմա կցանկանամ մի փոքր չունեք հաստատված եք ԿՊ-ից։ Չէ, ես ուղղակի ցանկություն չունեմ, արդեն ասացի, որ 8 տարի աշխատում եմ ու ինտենսիվ, ունեցել եմ բազմաթիվ նախագծեր, ցանկանում եմ հանգստանալ։ Նման ցանկություն չունեմ։ Ասացիան ինչպես եք վերաբերվում, որ Ալեն Սիմոնյանը չընտրվեց ԱԺ նախագահ։ Նորմալ եմ վերաբերվում վարչության որոշմանը։ Իսկ ձեր ներդրումը այդտեղ կա, պարոն Սարգսյան, արդյոք ձեր միջև եղած հակամարտությունը կամ լարվածությունը դեր է խաղացել այս ամեն ինչում։ Չէ, ես չեմ ասում մասնակցել, ասում այս լարվածությունը կարծում եք դեր է խաղացել։ Իսկ Ռուբեն Ռուբինյանը լավ ղեկավար կլինի ազգային ժողովում։ Հուսանք այո։ Հուսանք այո։ Մեծ հույսով։ Երևանի փողոցներում։ Իսկ հանրային գործունեություն քաղաքական։ Հանրային գործունեությամբ զբաղվելու ցանկություն չունեմ այս փուլում, ցանկանում եմ հանգստանալ։ Իսկ թվում է հանգստից հետո вообще ցանկություն չեմ ունենա։ Պարոն Սարգսյան, ձեր հարաբերությունները դեռ լավացան ձեր եւ Ալեն Սիմոնյանի։ Մեր հարաբերությունները նորմալ են։ Այսինքն լարվածությունն անցել է։
Նորմալ է մեր հարաբերությունը, լավացություն, այսինքն լավացություն չկա։ Բայց այն ժամանակ ասել եք, որ չենք խոսում, ես հարց էի ուղղել մի Դա բայց դες չի նշանակում որ լավացություն։ Հա, այսինքն չեք խոսում, լարվածություն չկա։ Լավացություն չկա։ Ընկերներ չեք։ Դու գործընկերներ ենք, падգամավորներ ենք։ Ես էլ ինքն եմ։ Տեսնեք կբարևեք։ Իհարկե։ Իսկ Ռուբինյանի աժնախագահ տեխնացությունը, որ առաջադրվել է, ո՞նց եք վերաբերում։ Շատ լավ։ Կարծում եք լավ նախագահն է։ Հուսանք այո, կարծում եմ այո։ Այսինքն հակառակը կարծելու պատճառ չունեմ առնվազն ու հաջողություն եմ մաղթում պարոն Ռուբինյանին իշահ մեր պետության։ Սարգսյան, դուք ասում եք ոչ մի տեղից չեք տեսնելու, ես դադար եմ վերցնում ժամանակավորապես, քաղաքական դաշտում նկատի ունեմ, բայց ամեն դեպքում դուք նախաձեռնություններով եք հանդես գալիս, ասում եք բանակում լուրջ խնդիրներ կան, դուք ստանձնել եք այդ պարտավորությունը, ինչու այս դեպքում չեք ուզում ձեր ներդրումն ունենալ, ձեր խորհուրդները հաշվի չեն առնվում թիմի կողմից եւ վիրավորված եք այդ առումով։ Ունեցել, դա արել եմ, որքան հնարավոր է եղել դա անելու փակ դռների հետևում առանց հրապարակային, դա փորձել եմ անել ու բազմաթիվ խնդիրներ ստացվել են այդ ճանապարհով, այն պայից սկսած երբ ոչ հրապարակային սպառվել է արդյունքի հասնելու ճանապարհներն ու միջոցները, սկսել եմ դրա մասին բարձրաձայնել, որպեսզի գոնե դրանից հետո մեր գործընկերները իրար գան ու որևէ գործ անեն մեր ժողովրդի համար։ Եղել է հարցեր, որ լուծվել է հրապարակելուց հետո, եղել են հարցեր, որ ցավոք մինչև այս պահ չեն լուծվել։ Ձեր առաջարկությունները, որոնք բարբերաբար ներկայացնում եք նաև ուսանողների տեսքով, արձագանքներ կան։ Օրինակ կազինոների ինքնարգելափակման միջոցի օրենքը գիտեք ընդունվել է, մոտորերս այն արդեն կգործի, հազարավոր քաղաքացիներ ովքեր կործանվում են պարտքերի մեջ են, ինձ ամեն օր նամակներ են գրում, ճիշտն ասած ու ասում են սպասում ենք այդ օրենքը երբ է գործելու, ասում եմ խի չեք դադարեցնում խաղալ, ասում են չենք կարողանում, վարակված ենք այդ մոլուցկով տարեք, դա ինքը իրականում հիվանդություն է ու սպասում են այդ օրենքի կիրառման, այսինքն կապը քաղաքացիների հետ պահում եմ կշարունակեմ պահել, հետ օրենսդրական մոնիտորինգը իմ օրենքների հետ կապված կանեմ ու եթե կարիք լինի ընթացած իմ գործընկերներին ու падգամավորներին ազգային ժողովի կփորձեմ իմ խորհուրդները ողնել իշահ մեր ժողովրդի։ Առաջարկությունների մասով ասում եք կան հարցեր, որոնք ներկայացնում եւ իրար չեն գալիս։ Ինչով է պայմանավորված, որովհետեւ ասում են, որ ձեր դեմ լարվածությունը նաեւ պայմանավորված էր դրանով, որ դուք խոսում եք այնպիսի խնդիրների մասին, որոնք պետք չէ խոսել հանրության առջև։ Դե հիմա տեսեք Օրինակ այս վերջի նախագիծը, որ ասում եմ, պարոն Քոչարյանի հետ հանդիպել եմ, դա պետք է ներառվեր այս ազգային ժողովի օրակարգում, լսում եք։ Հիմա ասում եմ հետևյալը, 27 տարեկան տղան մեր օրենսդրությամբ կարող է ծառայել եւ ազատվել պատժից։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր հետախուզման մեջ են, կարող են ծառայել ու ազատվել պատժից։ Ասում եմ նույն հնարավորությունը տանք նաև պատիժը կրողին։ Այսինքն նույն հոդվածով, եթե հետախուզվողը փախածը կոպիտ ասած այն մարդով Հայաստանից դուրս է գտնվում տարիներով, կարող է օգտվել այս հնարավորությունից, բայց այն անձը, ով կամավոր եկել ներկայացել է, հիմա գտնվում է անազատության մեջ, չի կարող օգտվել։ Այսինքն տանք նրան ծառայելու հնարավորություն, համինքը կշահի, դեռ պետքա տարօրկես նստի, չի նստի, պետությունը ամեն ամիս իր վրա 300,000 դրամ սննդի գումար ծախսում եւ այլ ծախսեր անում, այդ ծախսերը չի անի, մի բան է պետությունը օգուտ կստանա, այսինքն կստանա հավելյալ զինծառայող, հետագայում հավելյալ պահեստազորայինում կկանչի 25 օրյա հավաքների եւ ֆինանսական մուտքեր, այսինքն կվճարես քաղաքացին։ Այսինքն պետության շահը միանշանակ է, պետությունը համ ծախսերից նա կրճատվում, համ հավելյալ զինվոր ու փող ունենում։ Պարոն Քոչարյանը չեմ ուզում։ Ասում եմ, բայց քո համար չի։ Այնպես չէ գումարը քեզ են տալու կամ այդ զինծառայողը քո զինծառայողն է։ Մեր պետության շահը ասում է, որ մեզ պետք է ավել զինծառայող, ավելի քիչ կալանավոր ու ավել ֆինանսական միջոցներ։ Ինչու ես դեմ, ասում եմ դեմ եմ։ Ու առանց հիմնավորման հարցը չի ներառվել, այսինքն այս ստորագրավակը հիմա որ ես անում եմ, սրա կարիքը չէր լինի, որովհետև փող վարչապետի մոտ քննարկումների արդյունքում կառավարությունը տվել է դրական եզրակացություն, կա կոմիտեի դրական եզրակացությունը։ Խոսել եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ, խնդրել եմ, որպեսզի հարցը ներառվի այս արտահերթ տվել է իր համաձայնությունը, հետագայում քանի որ պարզվել է պարոն Քոչարյանը առանց պատճառի դեմ է, չի ներառվել։ Հիմա ես դրա համար խնդրում եմ, այսինքն լրացուցիչ աշխատանք եմ անում, լրացուցիչ ստորագրահավաք եմ հիմա անում, մեր падգամավորներն լրացուցիչ պիտի էլի գան արտահերթ նիստի, մի անձի կմաճուկի պատճառով, ով պետական շահը դրել է մի կողմ, սեփական ամբիցիով ասել է, որ ես դեմ եմ։ Ունեք ինչու այդպես է, տրամադրվածությունը ձեր հանդեպ կամ ձեր ներկայացած նախագծերի հանդեպ։ Էսի ես իրանել եմ ասում։ Հիմա մեր ժողովրդին էս ինչ չի պետք է օրենքը։ 16 տղա կա, ովքեր բանակից խուսափել, ծառայությունից խուսափելու համար վերադարձել են, չի տրվել նրանց հնարավորություն ծառայությունով մարելու իրենց պարտքը։ Հիմա ես ուզում եմ տանք։ Ինձ չի պետք։ Պետք է այս տղեկին իրենց ընտանիքի անդամներին ու պետությանը, որ չունենա ավել 16 հոգի կալանավոր, փող չծախսի ու ավել զինվոր ունենա։
Պետությանն է պետք, իրան էլ եմ ասում, ինձ դրանով վատություն չես անում։ Հիմա այս օրենքը որ չընդունվի, դուրս մնա շրջանառությունից։ Իմ կյանքում բան չի փոխվելու։ Բայց պետությունը դուժելու այդ քաղաքացիները դուժելու են։ Ու եթե նախընտրական փուլում բոլոր падգամավորները, բոլոր քաղաքական գործիչները գնում են ամեն քաղաքացու հետևից, չէ՞, ասում ինչ խնդիր ունես, լուծենք, խնդրեմ չունես դու, քո հարցը կքննարկենք։ Հիմա եկել է ընտրությունները անցել է, եկել է հարցը լուծելու ժամանակը։ Բախի չենք լուծում։ Քմաջուկի պատճառով։ Սարգսյան դուք վարչության որոշումը ողջունում եք, թե այնուհանդերձ մտածում եք, որ սխալ որոշում է կայացրել Ալեն Սիմոնյանը։ Ես արդեն պատասխանեցի այդ հարցով, նորմալ է վերաբերվում։ Չեմ քննարկել, իրականում դետալների մեջ չեմ մտել։ Եվ քրական գործ հնարավոր հարուցման մասով կարող է զարգացումներ լինել, ովքեր որ ԿՊ-ից հեռանում են քրական գործերը հարուցում եւ Փաշինյանը ակնարկել էր այդ մասին եւ հարաբերությունները ինչպիսին են Փաշինյանի Նորմալ։ շփվել եք եւ հեռանալուց հետո։ Ես չեմ հեռացել։ Մտադրություն չունեմ։ Իմ հարաբերությունները բոլորի հետ շատ լավ են, նորմալ են։ Մասնավորապես Փաշինյանի հետ։ Ուղղակի չկա նորմալ լավ հարաբերությունների մեջ են։ Երբ եք վերջին անգամ նրա հետ խոսել։ Չեմ հիշում։ Իսկ ով է հարաբերություններ չկան։ Բոլորի հետ լավ են իմ հարաբերությունները։ Նորմալ է եւ կան մարդիկ, ում հետ հարաբերություններ չկան։ Դե օրինակ կա ինչ-որ փուլ, որ ինչ-որ մարդկանց հետ չեմ շփվում, բայց նորմալ է։ Թշնամիներ չունեմ։ Անդամների մեջ է խնդիր։ Խնդիրներ չկան։ Ընդրվել կամ չեք անցել։ Դե վարչության որոշումն է դա եղել, դրա մասին բազմիցս խոսացել ենք։ Պարոն Սարգսյան, Նորմալ են իմ հարաբերությունները բոլորի հետ լավ են։ ում հետ է լարված այդ որ ասած։ Չկա լարված հարաբերություն։ Պարոն Սարգսյան, իսկ այդ որ ասում եք նորմալ են հարաբերությունները նաև վարչապետի հետ, վարչապետի ճեպազրույցը կապված ձեր հայտարարությունների մասով։ Ես այս նույն վայրում դրա մասին արդեն խոսել եմ ու ժամանակավոր է արդեն։ Շնորհակալ եմ շատ։